Ես հեքիաթներ կհորինեմ, կանաչ, կարմիր, 1000 գույնով ու 1000 հաշկի թևի կբաժանեմ մանուկներին։ Այսօր Նինոց Մինդայի թիվ 3 հանրային դպրոցում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում նվիրված մեծանուն գրող բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Կազմակերպիչը հայ գրականության ուսուցչուհի Լիանա Բդոյանն էր, մասնակիցները երկրորդ դասարանի աշակերտները։ Ամենուր թևածում էր թումանյանական ոգեղեն շունչը։ Բայց չանեմ, որ չգովել, ուզում եմ աղջիկս ամուսնանալ, երջանիկ լինի, ես էլ բրծնել։ Աղջիկներ, մի հաճու պարենք։ Այսօր երկրորդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էինք մի փոքրիկ միջոցառում նվիրված Հովհաննես Թումանյանին։ Երեխաները հանդես եկան երգով, պարով, ասույթներով նվիրված Հովհաննես Թումանյանին։ Այսօրվա մեր մայրենի դասը դաստիարակչական բնույթ ուներ աշակերտների համար, որովհետև նրանք խորապես ծանոթացան Հովհաննես Թումանյանին որպես մանկական գրող, ու հույսում եմ, որ այսուհետ նրանց սեղաններից անպակաս կլինեն Թումանյանի հեքիաթները եւ հեքիաթների շնորհիվ կարող են դաստիարակել, ու իրենց գիտակցական կյանքը արդեն սկսվեց ու շարունակվելու է Թումանյանով ու նրա հեքիաթներով։ Ու ինչպես Թումանյանն էր միշտ ասում, արևի նման նայենք մարդկանց ու աշխարհին։ Պատգամում եմ այն իմ նաև իմ երեխաներին։